Եկեղեցու դեմ գործողություններ, Սամվել Կարապետյանի քաղաքական պլաններ եւ Բաքվի հետ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը հերթով պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախ անդրադարձավ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ տասնյակ քահանաների ձերբակալությունից հետո տարածված քննադատություններին։ Կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետեւյալը։ Ուրեմն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Փաշինյանը պնդում է, ամեն ինչ տեղի է ունենում իրավական դաշտում։ Սամվել Կարապետյանի կուսակցությանն առնչվող հարցին էլ արձագանքեց կարճ ու չոր։ Ինչ վերաբերվում է որևէ քաղաքական ուժի գրանցվել չգրանցվելուն, ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Ես նույնիսկ ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա գրանցել, ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա չգրանցել, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։ Կան ընթացակարգեր, կան օրենքներ եւ կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ, այսինքն իրավական հարցը իրավաբանները թող պատասխանեն։ Իսկ երբ խոսքը հասավ ընտրություններին, Փաշինյանը չթաքցրեց ինքնավստահությունը։ Թեպետ ընդդիմությունը վստահ է, հաջորդ ընտրություններում Փաշինյանի քաղաքական ուժը չի հաղթելու։ Իրանք 2021 թվականի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններում։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։ Ճիշտ է, ասում են, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, են անելու են։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման կարծես դարձավ Փաշինյանի խոսքի առանցքը։ Նաև հիշեցրեց, Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումները հատկապես օգոստոսի 8-ից հետո դարձել են պարբերաբար։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել։ Դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Զանգեզուրի միջանց կոչվածն էլ շարունակում է մնալ գրեթե բոլոր քննարկումների առանցքում, թեպետ Փաշինյանը կարծում է փակել է այդ թեման։ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հասկանում եք, որովհետեւ թեման ինքը անընդհատ քննարկվող է եւ ճիշտ սկզբունքը հենվել գրավոր թղթերի վրա։ Նա հիշեցրեց նաև, որ խաղաղության փաստաթղթով լուծվել է սահմանադրության փոփոխության հարցը, իսկ Բաքվում պահվող հայերի վերադարձի ուղղությամբ ամեն օր աշխատանք է տարվում առանց բարձրաձայն հայտարարությունների։ Եվ երբ խոսքը հասավ ավելի թեթև թեմայի, Փաշինյանը ժպտաց, հիշեցնելով իր առավոտյան տեսանյութերի մասին։ Ասում է, դրանք լավ առիթ են քաղաքացիներին բարի լույս մաղթելու, իսկ նրանք, ովքեր դարդոտված են, նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու հնարավորությունից։